Շատ ուրախ եմ նորից, որ եկել ենք, հավաքվել ենք, բոլորս առողջ ենք, Փառք Աստծո։ Ամեն։ Թող Աստված մեր ուղեղը, մեր միտքը, սիրտը ղեկավարի, որ մտորենք իր խոսքի մասին, հասկանանք ինչ ուզում ասի ու ամենակարևորը իրագործենք մեր կյանքում։ Այսօրվա դասը կոչվում է Հիսուսը հավատարիմ քահանայապետը։ Հիշելու համարն է Եբրայեցիս 7:26։ Կարաս կարդաս հավերժան։ Վասասի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մը կվայրեր, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկինքեն վեր բարձրացած։ Ահա, ամեն։ Ուրեմն ինչի է պետք մեզ քահանապետ, քահանապետը ինչ է։ Միջնորդ է, չէ։ Քանի որ մեղքը մեծ անդունդ առաջացրեց մեր եւ Աստծո միջեւ, պետք էր մեկը, որ այդ անդունդը կապեր, այսինքն միացներ։ Մեր մեղքից առաջ Ադամն ու Եվան շփվում էին Աստծո հետ։ Ծննդոցում ասում ամեն երեկո Աստված գալիս էր իրանց հետ զրույց էր անում։ Եվ ցավոք այդ ցավալի օրը եկավ էլի Աստված որ զրույց անի, իրանք թաքնվել էին։ Այսինքն մեղքը արդեն իր հետևանքները սկսեց ցույց տալ։ Եվ մարդիկ սկսեցին փչանալ ավելի ու ավելի տարիների հետ։ Ինչի, որովհետև նայեք, ոնց որ ֆիզիկական մեր առողջությունը երբ որ շատ ես հիվանդանում, չէ, իրար հետևից հիվանդանում ես, իմուն սիստեմը բոլորովին անդադ իջնում է։ Որտեղ ստիպված է շատ պայքարել հիվանդությունների դեմ, չէ, ծանրաբեռնվածության տակ ան գնում, եւ արդեն իմուն սիստեմը լավ, հիմա մենք ունենք բարոյական իմուն սիստեմ։ Երբ որ մենք ամեն մեղքի հետ մեր բարոյական իմուն սիստեմը գնում է ցած, այսինքն եթե ես հիվանդանում եմ եւ իմ իմուն սիստեմը գնում է ներքև, մյուս հիվանդությունը ավելի դժվար է, չէ՞ տանում։ Բայց մեղքը մի քիչ տարբեր է։ Ինչքան խորանում ես մեղքի մեջ, այնքան հեշտ անել է, չէ՞ մեղքը եւ ավելի դժվար է դուրս գալ այդ մեղքից։ Եվ ուրեմն այդ մեր փչացած բնությունը, այնքան մենք հեռացանք Աստծուց, երբ որ մեկի հետ էլ չես կարող շփվես, որտեղ անդունդ առաջացավ, հիմա դրանից առաջ խոսում էին Աստծո հետ, ճանաչում էին Աստծո, բայց հիմա ասենք Ադամն ու Եվան շփվել են, բայց հետո մնացած սերունդները որ ծնվեցին, ինչ տեղի ունեցավ, իրանք չէին ճանաչում անձաբացում։ Եվ քիչ-քիչ այդ գիտությունը, որ Աստված սիրող եւ ողորմած Աստված է, տեղի տվեց ինչին, որ Աստված ջղային եւ հատող եւ դաժան Աստված է։ Ուրեմն այսօր մենք փորձենք տեսնել, թե ինչ զարմանալի քայլեր արեցին հայրը եւ որդին, որպեսզի նորից մեզ փրկեն այդ խղճալի վիճակից եւ ինչ որ ձևով միացնեն էլի Աստծուն։ Եվ կարդանք Եբրայեցիս 5-րդ գլխի 1-10 համարը։ Վասնզի ամեն քահանայապետ մարդոց մեջ են առնված, մարդոց համար կգենա Աստծուց մեկ անչված, որպեսզի պատարակներ ու զոհեր մատուցաներ մեղքերու համար։ Եվ կրնա կարեկցիլ անոնց, որ տգետ ու մոլորյալ են, վասնզի ինքը տկարությունով պաշարված է։ Եվ այս պատճառով պարտավոր է ինչպես ժողովրդին համար, նույնպես իր անձին համար մեղքի պատարակ մատուցանել։ Մեկը ինքն իր մեջ այս պատևը չառներ, հապա ան, որ Աստծուց մեկ անչված է, ինչպես Ահարոն։ Նույնպես ալ Քրիստոս ոչ թե իր անձը մեծարեց քահանայապետ ըլլալու, հապա անիկա, որ ըսավ իրեն, դու իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնա։ Ինչպես ուրիշ տեղ մնալ կսե, դու հավիտյան քահանա ես Մելքիզեդեկի կարգի պես, որ իր մարմին օրերը սաստիկ կոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց անոր, որ կարող էր զինք մահվանե ազատել եւ լսվեցավ իր բարեպաշտությանը պատճառով, թեպեկ ինք որդի է, բայց իր չարչարանքներին հնազանդություն սորվեցավ, երբ կատարյալ եղավ բոլոր իրեն հնազանդողներուն հավիտենական փրկության պատճառ եղավ,
ու Աստծո մեջ կանչված քահանայապետ Մելքիզեդեկի կարգին պես։ Okay. Մի քիչ բարդ հատված է, ճիշտ է, սկզբում հասկանալի է, որ Աստված այդ համակարգը որ տվեց զոհաբերական եւ ինչ նշանակեց մարդկանց, որ այդ ցերեմոնիաները անեն, չէ՞, ծեսերը։ Եվ որոշեց, որ հատուկ Ղևի ցեղից պիտի լինեն այդ մարդիկ, Ահարոնը նշանակվեց քահանայապետ եւ իրանք սկսեցին անել այդ ծեսերը։ Եվ այս համարում չի ասում Պողոսը, որ քանի որ քահանաները եւ քահանապետները իրանք մեղավոր մարդիկ էին, ստիպված էին առաջին իրանց համար զոհ բերել եւ նոր հետո որ կարողանան մարդկանց համար այդ ծեսերը կատարել իրանց մեղքերի ներման համար։ Հիմա Աստված ասում է, այսինքն դա պարզ էր եւ ինչի համար էր Աստված այդ համակարգը դրել, որպես խորհրդանիշ այն գործի, որ Հիսուսը պիտի գար աներ, չէ՞։ Այսինքն նպատակը այդ ծեսերը չէ, այլ նպատակը խորհրդանիշն էր, որ պիտի գար։ Եվ եթե քահանայապետը կամ քահանաները ոչ կատարյալ են, իրանք ինչով կարան օգնել, չնայած ասում որ պիտի լինեն ողորմած, մարդկանց հասկանան, չէ՞, օգնեն, գթասիրտ։ Այսօր ցավոք, երբ որ մարդը տգետ ալինում կամ անգիտակից ալին ինչ-որ բանից, չի իմանում, ինչ են անում այդ մարդուն։ Կամ ծաղրում են, կամ խաբում են, օգտվելով իր տգիտությունից, կամ այս, շատ անգամ հենց քահանաները, չէ՞, ինչեր ասես չեն անում, որ փող կորզեն մարդկանցից։ Բայց ինչի համար էր քահանան ու քահանապետը, որպեսզի մարդկանց համար միջնորդ ծառայեր, այդ դրա համար ստեղծվեց, որպեսզի իրանց միջոցով մարդիկ մի քիչ կարող լինեին մոտիկանալ Աստծուն։ Բայց դա շատ թերի էր, ինչի, որտեղ ընդհանրապես կարային զոհ մատուցեին, իհարկե նաև պարտավոր էին Աստվածաշունչը բացատրեին իրանց ամեն անգամ, որպեսզի մարդիկ իմանային Աստծո խոսքը, ճանաչեին Աստծուն։ Ցավոք շատ անգամ իրանք թերացան այդ անել եւ դրա համար էր, երբ որ հոգեվորականները թերանում են իրանց գործը անելու, ինչ է կատարվում։ Մեղքը շատանում է մարդկանց մեջ։ Այսինքն հոգեվոր մարդիկ, որ եկեղեցում լինում, կապ չունի ինչ մի եկեղեցի, կապ չունի ինչքան գիտություն ունի այդ եկեղեցին, բայց հոգեվոր մարդիկ, որ պատասխանատու են դրված այդ եկեղեցում, իրանք պարտավոր են իրանց գործը անել բարեխղճորեն, եթե ուզում են, որ հասարակությունը ինչ որ չափով նորմալ վիճակում մնա, չէ՞։ Բայց երբ որ հենց իրանք են փչանում, արդեն իմացի այդ հասարակության խաչը քաշած է։ Այսինքն, եթե այն մարդը, որ պիտի հոգեորապես ծառայի, ինքը արդեն շարքից դուրս է եկել, նշանակում է արդեն շատ վատ վիճակը, ով պիտի օգնի մարդկանց, ով պիտի ասի Աստծո խոսքը ճիշտ ներկայացնի։ Եվ այստեղ ինչ է ասում, ասում է դրա, քանի որ սրանք անկատար մարդիկ էին, անկատար քահանապետ, պետք էր ով կատարյալ մեկը, որ կարողանա իրոք ամուր այդ կամուրջը կառուցի, որ մենք կարողանանք նորից Աստծո հետ շփվենք։ Փառք Աստծո, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, ինքը խաչ չքաշեց մեզ վրա։ Ճիշտ է, ինքը մեզ մարդկանց արգելեց, որ օգտվեն կյանքի ծառից, ոնց որ այդ թեմայի մեջ անցա։ Ինչի, որտեղ Աստված կապրիզնի է, չէ, ինքը մեր համար է արեց, ինքը չի ուզում, որ մենք այս մեղավոր կյանքում տառապենք, հա ապրենք ու տառապենք, բայց եթե մենք այդ պտուղից ուտենք, եթե ինքը թույլ տար, որ մենք այս մեղավոր ապրենք, դու պատկերացնեք, այս կյանքը լինի հավերժ, որ մարդիկ արդեն հոգնում են, հյուծվում են այս մեղավոր աշխարհից, այս մեղավոր կյանքից, իրանց մեղքերից։ Եվ դրա համար Աստված ուղղակի ողորմած որոշ ժամկետ դրեց, ամեն մեկի համար տարբեր, մենք չգիտենք որ մարդու ժամկետը երբ ասում, մենակ Աստված գիտի, որպեսզի մարդիկ հասցնեն ընտրություն կատարեն։ Եվ այդ Մելքիսեդեկի համար, որ հիշում է, եւ այդտեղ, որ ասում է, մենք մի անգամ էլի մի ուրիշ դասի մեջ ասին, չէ՞, որ ասում է կատարյալ արեցին իրան Հիսուսին։ Իրան հնազանդություն չէ սովորեցին։ Այսինքն ինքը դա սովորեց որպես մարդ։
մի բան է, որ ասես Աստված ողորմած է, կատարյալ է, էսա, մի բան է, որ գործով է ապացուցում։ Ինքը իր գործով ապացուցեց, որ իրոք ինքը ողորմած եւ գթած է եւ չի փչանում շրջապատի փչացածությունից։ Այսինքն ինչու՞ իր հնազանդությամբ մեր անմեղությունը կախված է այն չափից, թե ինչքան չափով ենք մենք հնազանդ Աստծուն, չէ՞։ Ինչքան հնազանդվենք, այնքան կմաքրվենք։ Այսինքն ինչքան շնորհքով հնազանդվենք, չէ՞, ասում, մեր ուժերով մենք չենք կարող, որովհետև արդեն մեր բնությունը, բնույթը փչացած է։ Եվ կարդանք Ծննդոց 14 գլխի 18-ից 20 համարը։ Դու բան չունեիր հավելացնելու Թագուհի այդ հարցով։ Չգիտեմ, կարող է դու հələ ավելի կասես մի քիչ հետո։ Այսինքն որ իր չարչարանքները եւ իր մահը խաչի վրա, դա նաեւ իր քահանայապետական ծառայության մի մասն էր։ Այսինքն ինքը եղավ համ քահանայապետը, համ զոհը, փաստորեն։ Բայց կատարելապես կատարեց իր գործը, կիսա չթողեց, կատարելության հասրեց, մինչև վերջ հնազանդվեց։ Այսինքն շատ կարևոր է, ինքը կարար կեսը դել, կեսը արեցի հերիք այլ ինչ, չէ, մինչև վերջ չհասցնել, մենք չենք փրկվի։ Նույնը մենք էլ գործի մեջ, մեր գործի մեջ մենք չենք կարող կիսա անենք մի բան, ասենք լավ, այսքանը հերիք է։ Ամեն ինչ իր հետևանք ունի։ Հիսուսի պես պիտի բարեխիղճ անենք մեր վրա դրված պարտականությունները, այդ իր միսիաներ, մենք էլ մեր միսիան ունենք։ Ոնց որ Հիսուսի համար ասես մինչև վերջ սիրես, մենք էլ պիտի մինչև վերջ սիրենք, մինչև վերջ անենք, մինչև վերջ գնանք։ Ամեն միջոց օգտագործենք մարդկանց օգնելու համար։ Ծննդոց 14 գլուխ 18-ից 20։ Եվ Սաղեմի թագավորը Մելքիզեդեկ հաց ու գինի հանեց, Ռանիկա բարձրան Աստծո քահանաներ։ Եվ օրհնեց Աբրամը ու Սավ։ Օրհնյան ըլլա Աբրամ, երկնքի ու երկրի Տերը եղող բարձրյալ Աստուծմեն։ Այդքանն է։ Երկու համար։ Եվ Եբրայեցիս 7 գլխի 1-ից 3 համարները, որտեղ կրկնում է Պողոսը։ Մելքիզեդեկը Սաղեմի թագավորն էր, բարձրյալ Աստծո քահանան, որ Աբրահամը դիմավորեց, ու երբ անիկա թագավորներուն կոտորածեն կդառնա ու օրհնեց անիկա։ Աբրահամը անոր տասանոր տվավ իր ստացվածքեն, որն անունը նախ արդարության թագավոր կթարգմանվի, ետքը Սաղեմի թագավոր, որ է խաղաղության թագավոր։ Առանց հոր, առանց մոր, ազգահամար չունեցող, որում ոչ օրերուն սկիզբը կա, ոչ ալ կյանքին վախճանը, եւ Աստծո որդին նմանը լալով կկենա ու կմնա միշտ քահանա։ Այսինքն էսի մի քիչ բարդ հասկանալի համար, որ շատերը վերցնում են ուրիշ բաներ են խոսում այս համարի շուրջ, բայց հիմնական միտքը ինչ էր ուզում ասել Պողոս Արաքյալը, ինչով էր խորհրդանշում Մելքիսեդեկը Հիսուսի խորհրդանիշն էր, ինչով էր խորհրդանշում, որ համ թագավոր էր ինքը, համ քահանապետ, մենակ թագավոր չէր, կամ մենակ քահանապետ չէր, եւ Հիսուսն էր, ոչ միայն մեր քահանապետն է, այլ մեր թագավորն է, եւ նաեւ Այստեղ գրում է, որ ինքը մայր չունի, հայր չունի, օրերի սկիզբ չունի, շատերը ասում են, երև ինքը հրեշտակ է կամ չդեմով է կամ մարդ չի, երկրային էակ չի, բայց իրականում էդի չի համապատասխանում, թե չի ասում, որ ինքը անսկիզբ ու անվերջ է, մենակ Աստված է, որ անսկիզբ ու անվերջ է, չէր կարա Մելքիսեդեկը տերչիներ, ուղղակի տեղեկություն չկա, ասում է իր օրերի վախճանի մասին, իր օրերի, այսինքն Աստվածաշունչը բացի նրանից, այդ դեպքից, որ ասում է Աբրահամը բերեց, տասանորդը տվեց, ուրիշ ոչ մի բան չկա այդ մարդու մասին գրած Մելքիսեդեկի։ Սո ոնց որ ասում է, դա մտածված ձևով արված, որ լինի Հիսուսի խորհրդանիշը, որովհետև Հիսուսը մինչև մարդ ծնվելը երկնքում Աստված էր։ Եվ ստեղ White-ը ընտրված լուրեր գրքում գրում է հենց Քրիստոսն է խոսում Մելքիսեդեկի միջոցով, որը երկնային Աստծու քահանան էր, Մելքիսեդեկը Քրիստոսը չէր, որտեղ դեցել են ասում մարդիկ, բայց ինքը Աստծո ձայնն էր այս աշխարհում։ Եվ
հոր Աստծո ներկայացուցիչը Մելքիսեդեկը։ Այն ժամանակ, երբ որ Հիսուսը չէր ծնվել։ Այսինքն այդ Մելքիսեդեկը ճշմարիտ գիտություն էր տալի Աստծո մասին։ Քրիստոսը դիմում է անցյալի բոլոր սերունդներին։ Այսինքն Քրիստոսն էր դիմում տարբեր մարդկանց միջոցով եւ ինքն էր Քրիստոսն էր, որ իր ժողովուրդը առաջնորդում էր եւ աշխարհի լույսն էր։ Հիմա մյուսը կոչվում է կատարյալ քահանա, Եբրայեցից 7:11-ը կարդա։ Արդ եթե կատարելությունը ղերտացներու քահանայության ձեռքով լար, որտեղ ժողովուրդը անոր ատեն օրենքի տակ գրվեցավ, անիչ պետք էր, որ Մելքիսեդեկի կարգին պես ուրիշ քահանա մը ելե ու չսվի Ահարոնի կարգին պես։ Այսինքն Պողոս ուզում է ասի, որ այդ բոլորը անկատար էր եւ այդ բոլորը չէր կարող մեզի փրկեր։ Այդ բոլորը խորհրդանիշ էր։ Խորհրդանիշը մնում է խորհրդանիշ։ Եթե այդ խորհրդանիշը կարողանար օգներ մարդկանց փրկության մեջ, պետք չէր, որ Հիսուսը գար խաչվեր։ Եվ ամեն ինչը, այսինքն հիմա մարդիկ ասեն, լավ, այն վախտել Աստծո շնորհքը կար եւ այլն, չէ, բայց դա ինչ է կոչվում։ Ոնց են ասում հայերեն, որպես ավանսով տված ոնց որ։ Այսինքն դա էլի Հիսուսի հլա դեռ չկայացած զոհի հիման վրա էր։ Եթե Հիսուսը ձախողեր, այդ ամեն ինչը քալապս կլներ, այսինքն ոչ այդ մարդիկ կփրկվեին, որ արդեն փրկված էին, չէ՞ համարվում։ Դրա համար Մովսեսը եկավ ու խոսաց Հիսուսի հետ։ Ասեց, որ դու հաջողելու ես, ճիշտ է, սատանան քեզ ասում է, չէ, չես հաջողելու, բայց մենք ապացույց ենք, որ դու հաջողելու ես, մինչև վերջ արա քո գործը։ Իրանք ամրացրին իրան, որ ինքը մինչև վերջ գնա։ Որովհետև եթե Հիսուսը պարտվեր, ոչ մի փրկվող չէր լինի։ Այն բոլոր մարդիկ, ով փրկվել են իր մահից առաջ, փրկվել են էլի իր արյունով։ Էլի իր զոհի հիման վրա, ինչի, որտեղ այդ զոհի հիման վրա են այդ ժամանակի հնարավորությունը ստացել կարճ կյանքի, չէ՞։ Եվ նաև հոգևորապես փրկվել են այդ զոհի միջոցով դեռ չկայացած, դեռ պլանավորված։ Սո երբ որ պլանը եկավ իրագործվեց, արդեն ամրացվեց, հաստատվեց։ Եթե չիրագործեր, ամեն շատ վատ կլիներ։ Եվ դրա համար մենք ունենք կատարյալ քահանայապետ, որ արեց այդ գործը, եւ ասում է, այսի արդեն ասինք, որ այդ կենդանիների զոհերը ոչ մի նշանակություն, ինքնին նշանակություն չունեին, այլ իրանք ուղղակի խորհրդանշում էին Հիսուսի զոհը։ Եվ Եբրայեցից 7:11-16 ինչ ասում։ 11 արդեն կարդացինք, արդ քահանայությունը փոխվելուն պես հարկել որ օրենքնալ փոփոխություն կրեր։ Եվ իրավ եղավ, բասանսի ան որն համար այսպես կսվի ուրիշ ցեղի կպատկաներ եւ որ մե ոչ մեկը սեղանին մոտեցավ։ Քանզի հայտնի է թե Հուդայի ցեղեն հարաճ եկավ մեր Տերը, այդ ցեղին մասին Մովսես բամը չսավ քահանայության համար։ Ու ավելի հայտնի է որ փոխվեցավ, քանի որ Մելքիսեդեկի նմանությունով ուրիշ քահանա ելավ, որ ոչ թե մարմնավոր պատվերի պես եղավ, հապա անվախճան կյանքի զորությանը պես։ Վասիկը վկայ է, դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգին պես։ Սոստե ինչ ենք տենում, երկու ճյուղ, չէ, մեկը Ահարոնի ճյուղը, մյուսը Մելքիսեդեկի ճյուղը։ Հիսուսը չեկավ Ահարոնի ճյուղից, ինքը Ղևի ցեղից չէր, ինքը Հուդայի ցեղից էր։ Նույն ձևի Մելքիսեդեկը էլի այդ Ղևի ցեղից չէր։ Այսինքն ըտեղել էր Մելքիսեդեկը խորհրդանշում Հիսուսին։ Ոնց որ Ահարոնինը, այսինքն ժառանգական չէր այդ քահանայապետությունը։ Հիսուսի քահանայությունը Ղևի ցեղի նման, Ահարոնի ցեղի նման, մյուս քահանաներին նման ժառանգած չէին իրանք, քանի որ իրանք այդ ցեղին էին պատկանում, պետք է այդ քահանան լինեին։ Ինքը բոլորովին իրավունք չուներ քահանա լինելու, քանի որ ինքը Հուդայի ցեղից էր։ Դրա համար ինքը եղավ լրիվ տարբեր տեսակ քահանա։ Այսինքն սրանք խորհրդանշում են երկրային ծառայությունը, երկրային քահանայությունը, իսկ ինքը երկնային, ճշմարիտ, իսկական, որ էլի
նախակերպարն էր, էսի կերպարն էր։ Հիմա կարդանք Եբրայեցիս 7 գլխի 16 համար արդեն կարդացիր, մի անգամ էլ կարդա ինչ ասում։ Որ ոչ թե մարմնավոր պատվերի պես եղավ, հապա անվախճան կյանքի զորությանը պես։ Այո, այսինքն ինչ է նշանակում, որ հավիտենական քահանայապետ եղավ։ Այո, հոգևոր։ Ինքը էլ չի մեռնի, ինքը հաղթեց երկրորդ մահը իր մահով եւ ինքը միակը եղավ, որ երկրորդ մահից հարություն առավ, Աստված իրան հարություն տվեց։ Եվ էլ ոչ մեկ երկրորդ մահից չի կարող հարություն ստանալ, բացի որ Հիսուսը ստացավ։ Եվ ինքը հաղթեց այդ մահը եւ ինչ կա, ինքը հավիտենական մարդ մնաց եւ հավիտենական քահանապետ, որովհետեւ ինքը եղավ մեր 7:22-ը ինչ է ասում։ Այնքան ավելի աղեկ ուխտիմը երաշխավոր եղավ Հիսուս։ Երաշխավոր, ինչ է նշանակում երաշխավոր։ Երբ որ դու ուզում ես մի հատ պարկ վերցնես եւ քո կրեդիտը լավ չի, այսինքն քեզ չեն վստահում, դու չես արդարացրել նախկինում, չեն տալի քեզ ոչ մի փող։ Եվ պետք է մի մարդ, որ լավ կրեդիտ ունի, որ վստահություն ունի, եւ այդ մարդը երաշխավոր կանի քո համար, որպեսզի քեզ ինչ որ գումար տան կամ ինչ որ բան տան, եւ ինչ է այդ կրում իր մեջ ռիսկ։ Այսինքն այս մարդը չի կարող տա։ Եթե հանգարց չկարանա տա, ով պիտի տար, երաշխավոր։ Հիմա Հիսուսը հաստատ գիտեր, որ մենք մեր պարտքը չենք կարող փակենք, չէ՞։ Հնարավոր չի, որ մենք մեր պարտքը փակենք, եթե դա հնարավոր լիներ, Հիսուսը չէր գա մեռնի։ Դրա համար ինքը մեր երաշխավոր դառավ։ Ինքը մեր փոխարեն մեր պարտքը փակեց։ Մեզ մնում է մենակ իրան թույլ տալ, որ ինքը մեզ մաքրի, սրբի, այդ զոհերը, որ բերվում էին, իրան կարային մեղքդ ներվել, բայց չի կարա քեզ մաքրել մեղքից։ Բայց Հիսուսի կատարյալ արյունը, որ թափվեց, մեզ մաքրում է մեղքից, մեզ նոր մարդ է սարքում։ Եվ եթե ինքը այդ երաշխավորությունը չաներ, մենք հիմա այստեղ նստած չենք լինի։ Եվ կարդանք Եբրայեցիս, դու ինչ որ բան ունես ավելացնելու թավուտը։ Սո կարդանք Եբրայեցիս 7:26-ը։ Ասացի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մկավայներ, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներ են զատված ու երկինքեն վեր բարձրացած։ Այսինքն ոչ թե նենց քահանապետ, որ անդադ զոհ է մատուցում իր մեղքերի համար, էսի լրիվ կատարյալ քահանապետ է։ Առաջին ինչ ասում, սուրբ։ Սուրբ ինչ է նշանակում։ Առանց մեղքի լրիվ մաքուր, չէ։ Առանց հանցանքի այսինքն։ Երկրորդը ինչ է ասում։ Непричастность злу. Անարատ, անմեղ։ Սուրբ ուրիշը, անմեղ ուրիշը, մեղք չունեցող։ Ռուսերեն ասում են непричастность злу, այսինքն չարի հետ գործ չունեցող, չար իր վրա չի ազդել։ Ինքը ծնվեց մի քաղաքում, այսինքն ծնվեց Բեթլեհեմում, մեծացավ մի քաղաքում, Նազարեթում, որ մի ասում են, Նազարեթում հնարավոր է մի բարի բան լինի։ Այսինքն ինքը կեղտոտ մեղավոր մարդկանց մեջ ապրեց, բայց այդ մեղքը իրան չկպավ։ Դրա համար ինքը կատարյալ քահանայապետ է, ինքը կարա կատարի իր գործը։ Մեղքը իրան չկպավ, ինքը կարա Աստծո հետ շփվի, որտեղ անմեղ է։ Ոչ մի մարդ չի կարա, որտեղ մեղավոր է։ Երբ որ մարդ չի կարող ինչ-որ մեկի հետ շփվի, այսինքն փակ է ճամփան դեպի այդ մարդը չի կարող տենալ այդ մարդուն, ինչ է օգտագործում այս մարդը, ինչ-որ միջնորդի, չէ։ Ասում է իրան ասա այս ինչ, հետո գնում է ասում է, հետո գալիս ասում է այս ինչ։ Հիմա այս միջնորդը պիտի լինի մի ձևի մարդ, որ մուտք ունենա այս մյուսի մոտ, չէ։ Մեղավոր մարդը չէր կարող մուտք ունենալ, ոչ մի երկրային քահանա, ոչ մի մարդ չէր կարող մուտք ունենալ Աստծո մոտ, բայց Հիսուսը եղավ միակ մեղավոր, միակ մարդը, որ մեղքը չկպավ իրան եւ ինքը կարող է միջնորդ լինել Աստծո մոտ, ինքը կարող է ներկայանալ Աստծո մոտ, կողքը կանել եւ մեզնից վերցնել տալ իրան, իրանից էլ վերցնել տալ մեզ։ Եվ երրորդը ինչ ասում։
Անարատ։ Այսինքն արատ չունեցող։ Շուրբ, անմեղ, անարատ։ Էլի բան, ստեղ ասում է այդիլյոնը մեղավորներից առանձինացած։ Էդի 4-րդն է մեղավորներից զատված ու երկինքեն վեր բարձրացը 5-րդը։ Անարատ, այսինքն ոնց որ որ եթե մի կենդանի չէր կարող արատ ունենալ, կուլ լիներ, կաղ լիներ, հաշմանդամ լիներ կամ հիվանդ լիներ, այդ տեսակ չէր։ Անարատ էր, ամեն ձևով արատ չունեցող մեկը։ Որ վերում էին, իրս տղում էին կանաները, որ ոչ մի արատ չպիտի ունենար այդ կենդանի։ Նոր ընդունում էին, եթե իբր թե արատ ունի, եթե արատ ուներ, հետ էին ուղարկում, պիտի անպայման ունեցելներ, այսինքն որտեղ խորհրդանշում էր Հիսուսին։ Եվ ասում է երկնքից ոնց ասում վերջը։ Երկից վեր բարձրացած։ Այսինքն իրավոր կողքն է ինքը Իվանս է, որ մեզ ծառայի։ Այսինքն Աստծո հետ մեկ։ Երկից վեր բարձրացած մարդի նման չէր։ Աստծո հետ Սատանան հենց այդ էր, չի ուզում, ասում էր, ուզում եմ հելնեմ բարձրներում աստվածների հետ նստել, չէ։ Բայց ինքը սխա, ինքը իր տեղ ուներ արդեն։ Հիսուսը խոնարհվեց, հետո բարձրացվեց։ Այո։ Եվ ստեղ ինչ ասում, որ Հիսուսը լիակատար մարդ էր։ Այս գրքի։ Այո։ Բայց մեղավոր մարդ չէր, լիակատար ամեն ձևով մարդ էր։ Կատարյալ։ Այսինքն մեղավոր մարդու համար ինչ է պետք։ Միջնորդ մարդ էր պետք։ Մի մարդ, որ հասկանում է մեր ամեն ինչը։ Եվ հետաքրքիրն է, որ ոչ թե որ ինքը անմեղ էր քայլում մեղք չէր գործել, այլ անմեղ էր քայլում մեղքը մեջը չկար, իր մեջ արմատ չուներ մեղքի։ Բայց ինքը ցույց տվեց, որ Աստծո հետ կապով է հաղթում մեղքը։ Այո։ Եվ միայն մարդը, քանի որ մարդկանց համար ինքը պիտի այդ ծառայությունը աներ, միայն մարդը կարա այդ ծառայությունը անել, միայն մարդը կարա կատարյալ հասկանա մարդուն, որ հետո փոխանցի Աստծու։ Եվ դրա համար ինքը չափսոսած, ինքը դարավ մարդ ու հավերժել մարդը մնալ։ Մեր համար, մեր պատճառով։ Եվ այստեղ Ուայթից էլի գրածա վերջում կարդանք, ասում է Հիսուսը արթուն է։ Ինքը ամեն ինչ գիտի մեր բեռների մասին, մեր վտանգների մասին, մեր դժվարությունների մասին։ Եվ ասում է ինքը անընդհատ լոյեր ոնց է այլ փաստաբանություն անում Աստծո առաջ մեր համար, այսինքն մեր համար ինչ են ասում։ Մեր իրավաբանը էլի, մեր օրենքներն, մեր իրավունքներն է բանանում։ Եվ ինքը գիտի ասում, ինքը գիտի ինչ ասի Աստծուն։ Եվ ինքը իր այդ խարատայսը ոնց էր հայերեն։ Չեմ հասկանում։ Temptation։ Հա։ No, փորձությունները։ Ստեղ այս որ գրած է երկրորդ նախադասության մեջ է ասում, այդ վերջին բանը, որ կա, ուրբաթորվանը։ Այդ White-ի գրածը երկրորդ նախադասությունը ինչ է ասում։ He fits his intercessions to the needs of each soul. Intercession։ Միջնորդությունները, միջամտությունները, այսինքն որ փաստաբանը վերցնում է միջնորդում է իր կլիենտի համար։ Այսինքն ինքը շատ ինքը այն ձևի կատարյալ փաստաբան է, որ մենք նույնիսկ չենք կարող, եթե մեր միտքն չարտահայտենք, եթե չկարողանանք ճիշտ բացատրել, եթե միայն զգանք էլ, ինքը արդեն գիտի, ինքը արդեն դրա համար Աստծո առաջ բան անում, երաշխավորություն միջնորդում է, ինչպես արեց Պետրոսի հետ, չէ, ինքը ապացույցներ է բերում Աստծո մոտ, որպեսզի արդարացնի մեզ։ Եվ ինքը մեզ փորձվողներից սովորացնում է, թե մենք ոնց պիտի դիմակայենք սատանային, որովհետև ինքը, միայն ինքը գիտի թշնամու ամեն մի քայլը, միայն ինքը գիտի։ Եվ ինքը ղեկավարում է բոլոր մեր իրավիճակներով մեր կյանքի, բոլոր իրադարձությունները։ Եվ սատանան ուզում էր հավետ բաժանել մարդուն ու Աստծուն,
բայց Քրիստոսի միջոցով ասում եմ մենք ավելի մոտիկ եղանք, էլի ու այդնագրում։ Ինչի, որովհետև ասում եմ երկնային ու երկրային ընտանիքները միաբանվեցին։ Ստեղ աշխարհի վրա շատ անգամ, երբ որ մեկը ամուսնանում է մի հարուստի կամ հանրաճանաչ մեկի հետ, ուրախանում է, ասում եմ ես սրա հետ խնամի դառա։ Հիմա մեզ Հիսուսի միջոցով մենք դառանք խնամի երկնային էակներին, երկնային Աստծուն։ Արդյոք մենք գնահատում ենք այդ։ Եվ ես, որ ինքը մեր կատարյալ փաստաբանը եւ ասում եմ ինքը գիտի թշնամու ամեն մի քայլը, մի ուղղակի դեպք եմ ուզում պատմեմ մի կինոյի մեջից, որ մի քիչ պարզ լինի, որ մի կին կար, որ շատ լավ փաստաբան էր եւ իր հաճախորդներից մեկը զանգում ասում որ գիտես, այս կինը, որ մի կին ընկել էր հետևից սրա, ասում հիմա ինքը նստած է ներքևը շենքի հայաթում եւ այդ սումկայի մեջ ունի բան։ Ինչ էր ասում դրան, որ ցանում է ներսը վառվում է։ Սայնայդ, չէ, ասիդ ունի, հայրը չգիտեմ, ոնց են ասում։ Եվ ես ասում լավ, դու տունը մնաց, շարժվես տեղից, ես գալիս եմ։ Գալիս է տեսնում եմ, որ այս կինը նստած է եւ այդ էլ կողքն է, ասում որ այդ աղջիկը իջնի, որ շփի այդ աղջիկա վրա։ Եվ ես ինչ անի, ոնց ապացուցի, իրավունք չունի գայս կնկան ասի շուտ այդի ցույց տուր, թե ինչ է դրա մեջ։ Եվ այդտեղ մի հատ մարդ շլանգ, ոնց էր այրեն, շլանգով խողովակով բան անում, ջրում է, սրան կամած ասում է ինչ անի։ Այս մարդը գալիս է այդ փրթե պատահմամբ ուժեղ հոսանքը պահում է դրա վրա, այդ ցելոֆանի վրա, այդի ընկնում ջարդվում է այդ ջարը։ Yeah. So արդեն ասում է ձեր այս սրա մեջ ինչ կար։ Այս կնիկ ինչ ասի։ Եվ անմիջապես զանգում է, ասում է եկեք վերցրեք, տարեք էքսպերտիզայի։ Եվ այդտենց ապացուցում է, որ այս կին ուզում էր սպանել այդ աղջկան։ Եվ ուզում եմ ինչ ասեմ, դա ընդհանրապես ոչ կատարյալ մարդ չէ, որ ուղղակի լավ գիտի իր գործը, բայց Աստված ունեց փաստաբանը, որ դրանից ավել ինքը տեսնում է Սատանայի Միքայելը եւ մեզ պաշտպանում է, մեզ սովորացնում է, որ մենք ինչ անենք, ուզում է, որ մենք հասունանանք, ինքը մեր փոխարեն ամեն քայլը չի անելու, մենք մենակ կարանք ընտրություն անենք եւ ինքը կարա մեզ սովորացնի, թե ոնց մենք հաղթական քայլենք։ Ուրեմն այս ինչ է մեզ տալի, որ մենք չվախենանք, որ մենք ոգևորվենք, որ մենք իմանանք, թե ինչ ձևի միջնորդ մենք ունենք Աստծո եւ ոչ մեկից եւ ոչ մի բանից չվախենանք եւ որ Աստված ղեկավարում է մեր թշնամու ամեն մի քայլը չի կարա թշնամին առանց իր թույլտվության որևէ քայլ անի դրա համար մենք կարանք հագիստ մեր գլուխը դնենք բարձին գիշերներ քնենք ցերեկներ հագիստ քայլենք որտեղ լիքը խոստումներ ունենք Աստվածաշնչում կարևորը մենակ կենտրոնանանք նրա վրա թե ոնց մենք ջանանք որ հավատարիմ լինենք Աստծուն որ չխայտարակենք իր անունը, այլ փառավորենք։ Աստված մեզ օգնական, ամեն։ Ամեն։